Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Եկեք միասին այսօր պատրաստենք ծիրանով շարլոտկա։ Շատ արագ պատրաստվող, թխուկ է եւ շատ այսպես բաղադրիչներ չի պահանջում։ Քանի որ Հայաստանում էլ ծիրանը շատ է, ծիրանի լավ սեզոնն է, իհարկե մեր ծիրանը այստեղի Հայաստանի ծիրանի համին չէ, բայց ծիրան է կոչվում։ Սկսեցինք։ Ուրեմն մեզ հարկավոր է ձու, ալյուր, շաքարավազ, կարագ, հալած վիճակում արդեն թթվասեր, ծիրան, 10 հատ ծիրան է հարկավոր երեսը զարդարելու եւ խմորի մեջ լցնելու համար։ Մի փոքր ընկույզ չէ սա, նուշի քերուկ է հարկավոր, վանիլին, 2 գթալ, թեյի գթալ շագանակագույն շաքարավազ եւ խմոր, ոչ սա խմորիչ չէ, այլ փախրեցուցիչ։ Այսպես սկսեցինք ձուն կոտրելուց հետո ավելացնելու ենք շաքարավազը եւ հարելու ենք։ Հարելու ենք ձուն եւ ավելացնենք քիչ-քիչ շաքարավազ։ Ավելացնում ենք թթվասերը 150 գրամ մեծ թթվասեր է հարկավոր։ Եվ ավելացնում ենք հալած կարագ։ Մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք վանիլինը, մեկ պտղունց աղի հետ։ Նորից մի փոքր ավելացնում ենք փխրեցուցիչը ալյուրի վրա եւ խառնում ենք, ալյուրը արդեն մաղված է։ Ավելացնում ենք ընդհանուր զանգվածի վրա ալյուրը։ Արդեն խառնելու ենք բալիկը։ Ալյուրը լավ խառնելուց հետո այս տանում ենք այսպեսի խմոր, տեսեք։ Ավելացնում ենք կտրտած ծիրանը, այստեղ 5 ծիրան է կտրտած։ Ընդհանուր մեզ հարկավոր է 10 ծիրան։ Լավ խառնում ենք։ Ուրեմն ձևամանը ես կարագապատել եմ պատերը եւ հատակին յուղաթուղթ ունեմ։ Եվ արդեն խմորը լցնում ենք մեր ձևամանի մեջ։ Եվ հավասար այսպես տարածում ենք խմորը։ Այսպես։ Եվ արդեն զարդարում ենք ծիրաններով։
Այսպես։ Հիմա ցանկության դեպքում կարող եք նուշի քերուկով այսպես զարդարել։ Եթե չեք սիրում, մի արեք, սա պարտադիր չէ։ Այսպես, և արդեն մի փոքր շաքարավազ ենք անում, շագանակագույն շաքարավազ։ Այսպես, սիրելիներս, թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով, խնդրում եմ ուշադիր եղեք, որովհետև շուտ է եփվում մեր եփուկը։ Սիրելի հետևորդներ, պատրաստ է արդեն մեր թխուկը, տեսեք ստուգում ենք փայտիկով, տեսեք չոր դուրս է գալիս։ Հիմա դեր շատ տաք է, ես մի փոքր սառելուց հետո անջատեմ արդեն ձևամանից և միանամ ձեզ։ Սիրելիներս, պատրաստ է արդեն մեր թխուկը, այսպիսի փափուկ, համեղ, ամենօրյա խմորեղեն ստացանք։ Հիմա տեսեք, որքան փափուկ ու շատ գեղեցիկ տեսք ունի, տեսեք, շատ փափուկ է ու շատ համեղ։ Խնդրում եմ անպայման դուք էլ փորձեք։ Տեսեք այսպիսի համեղ տեսք ունի։ Մեր խմորեղենը, մեր ծիրանով շարլոտկան, այսպես սիրելիներս, շատ համեղ է ստացվում, անպայման խնդրում եմ դուք էլ պատրաստեք, որովհետև շատ համեղ է, ծիրանի շատ լավ սեզոն է, թեկուզ կարող եք ձեր նախընտրած ուրիշ մրգերով էլ պատրաստել, միայն առանց կորիզի, օրինակ կեռասով, խնձորով, շատ համեղ է լինում, ծիրանով առանձնահատուկ համ ունի, խնդրում եմ անպայման պատրաստեք, շնորհակալ եմ սիրելիներս ձեր գեղեցիկ բառերի համար, ձեր շատ այսպես ուշադիր ու հարազատ վերաբերմունքի համար շատ շնորհակալ եմ։ Մի փոքր մեր տեսանյութերը ուշուշ են լինելու, որովհետև մի փոքր առողջական խնդիրներ ունենք, խնդրում եմ ներող եղեք, որքան հնարավոր է կնկարահանենք, մինչև ամեն ինչ կկարգավորվի։ Շատ շնորհակալ եմ ինձ հետևելու համար, ինձ հետ լինելու համար, այսքանը կհանդիպենք իմ խոհանոցում նորից մի համեղ կամ քաղցր ուտեստով կամ խմորեղենով։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։